Պարոն Ղուկասյան, տեսանք նաև, որ դուք ձեր ընտրողների հետ օրնանքով եք խոսում, ձեզ չհավատացողներին անիծում եք։ Ինչու եք անիծում լինելով հավատավոր հայ։ Գիտեք, ես չեմ անիծում ընդհանրապես, ես անեծք չունեմ, ես ուղղակի իրենց զգաստացնում եմ, որ գիտեք ինչ կա, օրինակ հիմա այսքան մարդկանց որ դրել են, դիտավորյալ են դրել, որ Ղուկասյան Վարդանի ձայներ տանեն, այսինքն ինչ սկզբունքով, եթե դրել են իրենց տեխնազությունը, մեկը պետք է ասի, գիտես, փեսաս է, ես ինչ կանեմ, փեսին չնդրեմ, խայդարակ կեղնեմ, կամ ասենք հորողբորս տղեն է, աղբորս տղեն է, Եգյանս է, քերին է, բան է, այդ սկզբունքով, ուրեմն ես ասում եմ, որ եթե նմանատիպ դուք տեսնում եք, դրանով մի գնացեք ընտրության։ Սա շատ ճակատագրական խնդիր է, սա Գյումրու քաղաքապետի ընտրությունները չի միայն։ Սա Հայաստանի Հանրապետության լուրջ խնդիրն է, որ Ավետիք Իսահակյանը 50-70 տարիներ առաջ ասում էր. երկու սերունդ է մեծանում։ Մեկը կոսմոպոլիտ, անհայրենիք, անհավատ, այլասերված, իսկ մյուսն էր հայրենիք սիրող, հավատք ունեցող, եկեղեցին գնահատող աստվածապաշտ հայրենասեր մի սերունդ, որ պիտի բախվեն իրար։ Հիմա այս երկու սերունդը հիմա ժամանակը հասյալ է, Ավետիք Իսահակյանի խոսքերը եկավ հասավ տեղ։ Այո, հիմա ես դրա համար բնակիչներին ասում եմ, այդ սկզբունքով մի գնացեք, որ գիտեք ինչ որ պետք է Ղուկասյանի ձայներ հավաքի ու չանցնի, ինչ եք մերցնում քաղաքի ձայները, դրա համար ասում եմ նախնիները ձեր նախնիները ձեզ կանիծեն, եթե այդ սկզբունքով գնաք ընտրության։ Եթե դուք ճշմարտությունը տեսել եք, դուք տեսել եք իմ օրոք ինչ է կատարվել, կյանքի գնով քաղաք են կառուցել, ու դուք ըստ այնեմ չեք առաջնորդվում, ուրեմն ձեր նախնիները ձեզ կանիծեն։ Ես ընդհանրապես անեծք չեմ սիրում, ես անիծող չեմ, որովհետև հավատքի մեջ նմանատիպ բան չկա։ Ես այդպես եմ ասել։ Խնդրում եմ նախադասությունը մի քիչ երկարեք,